Պարոսանյան հանրային ռադիո արդեն որոշակի անում են ընտրական ցուցակներն իրենց պոտենցիալ վարչապետների թեկնածուներով, ԿՊ-ի համար մրցակից թեկնածուն ըստ ձեզ ով է։ Մեր համար, մեր կուսակցության համար։ Պետք է ասեմ, որ այս պայդրությամբ կոնկրետ մրցակից ակնհայտ չի երևում եւ դա միայն իմ կարծիքը չի, դա մեր քննարկումներն են ցույց տալիս, որովհետեւ դաշտում կա վաղուց կայացած ուժ, որը որ լավ կուսակցական համակարգ ունի եւ իր հավակնության մասին է հայտնել, դաշտում կա նոր ուժ, որը որ հավակնում է ինչ-որ մի մաս երիտասարդների, ջահելների, ես նկատի ունեմ նույնիսկ մի քանի տենց ուժ կա, որոնք որ տենց հավակնում են երիտասարդների նկատմամբ տենց լավ երիտասարդների համար լավ առաջարկություն անելու համար, կա ուժ, որը որ անակնկալի պես է իրեն պահում, բայց ինչքան շատ են այդ ուժի ներկայացուցիչները խոսում, այնքան ակնհայտ է դառնում, որ ոչ մի անակնկալ չկա։ Մի խոսքով խճանկարի բոլոր գույները կան եւ անկեղծ ակնհայտ չի, թե որն է իրական մրցակիցը, դրա համար մենք մշտապես ամենամեծ եւ ամենաառաջին մրցակիցը ինքներս մեզ ենք համարում եւ այն ասելիքը, որը որ մենք պետք է ասենք, որովհետեւ մեր խոսակցությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ ստացվել է եւ այդ խոսակցությունը շարունակվում է եւ շարունակվելու է, դրա համար չեմ կարող կենտրոնանալ եւ կոնկրետ բան ասել, հա։ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվի, դա հերթական ֆեյք խոսակցությունն է եւ թերևս այն նախկին մեր գործընկերների նկատի ունեմ ընդդիմադիր գործընկերների պես երևի իմ կարծիքն է ինքը իր համար փախուստի ձև է փնտրել նման որոշումով, որ դե գիտեք ինչ մշտապես ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի ուզում եւ չի զբաղվել, ում վրա քրեական գործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գա պարլամենտ, ինչ որ տան նոնսենս բան է դարել, նոր մոդա է դարել, որ ում վրա քրեական գործ են հարուցում, բարձում է ինքը տենց վաղեմի քաղաքական գործիչ է, բայց որ հարցազրույցները նայում ես մի տարի մի ժամ առաջ ասում են, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, ինքը չի կարող լինել վարչապետի ոչ թեկնածու, ոչ վարչապետ, մի քիչ աբսուրդային է իրավիճակը։ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից ելնելով եւ էլի շատ ու շատ բաներից, բայց այնքան շատ է այդ բաները, որ նույնիսկ ասելու կարիք չկա, այսինքն ինքը չի կարող լինել թեկնածու, ինքը չի կարող լինել պատգամավոր, ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել, ինքը կարա, չգիտեմ, Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ որ բան փորձի լինել, եթե այնտեղ դա թույլատրել է իրենց օրենսդրությամբ, դա ծանոթ չէ։ Իրանց գնում տենց բան են ասում, թող խաչակնքվեն մի հատ։ Դա աբսուրդ է։ Իրանք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ ուղղակի շահից ելնելով, ֆինանսական շահից ելնելով, փողի շահից ելնելով կարող են իրանց ասել են ինչ որ իրանք ուզում են լսել, կարող են գնալ եւ մտածել, որ ահա այստեղ կարելի է այս ցուցակով բան, բայց ակնհայտ է, որ չի կարող գիտեք ինչ ասում, կան կուսակցություններ, որոնք համակարգեր ունեն Հայաստանի ընդդիմադիրների մասին է խոսքը ու իրանք նույնիսկ իրանք են իրանց ջախջախելու, այսինքն այդ բանն է, այդ միֆն է, որին որ ռուսերեն մի հատ արտահայտություն կասեն, որ շատ ավելի հասկանալի լինի, հա, мы пошутили, они поверили։ Իրանք իրանց բան են անում, շատ ցավում եմ այդ օթերում իրանց ապրելու իրավիճակի համար։ Ռուզանա ջան, տիրապետում ենք իրավիճակին, մենք չենք կտրվել թե ընտրական պրոցեսներից, թե մարդկանցից եւ քննադատություններն էլ գիտենք, քննադատություններն ենք լսում, մեր խնդիրներն էլ գիտենք, ուրիշների խնդիրներն էլ գիտենք,
եկեք sense պատասխանեմ, իրանք էլ են վստահ, որ իրանք ջախջախիչ պարտություն են տանելու։